Բարի երեկո, դուք դիտում եք հարցազրույցը։ Այսօր զրուցելու եմ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Քահանա Բաղալյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք ենք շնորհակալ մեզ հյուրընկալվելու համար։ Տեր Վրթանես 3 բավականին դարված օրեր, իսկ շաբաթ օրը քննչականից ձեզ տեղեկացնում են, որ Կիրակի օրը վաղ առավոտյան 9-ին հրավիրված եք Հարցաքննության քննչական կոմիտե եւ ձեզ հետ միասին Արագածոտնի թեմի այլ հոգևորականներ եւս, ընդ որում նույն քննիչի մոտ։ Ո՞րն էր այդ հապշտապ Կիրակնօրյա հարցաքննության առիթը, ըստ ձեզ, ո՞նց եք բացատրում։ Նախ ծանուցումը մեր բնակարաններ բերվել են ուշ երեկոյան, ուրբաթ երեկոյան են ծանուցումները բերել։ Ես նույնիսկ տանը չէի, ինձ զանգահարեցին եւ ասացի կարող է եղբայրս կամ դուստրս վերցնել իմ փոխարեն ստորագրել եւ զանգահարող ոստիկանին ասացի հո հրավերքը Կիրակի չէ, պատարագի ժամին։ Ու միանք ասես մտածեց ու պատասխանեց այո, ասի այդ հրավերքին ես չեմ կարող ուղակի ներկա լինեմ, ի վիճակի չեմ, որովհետև եկեղեցու կանոնի համաձայն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի, որ ասում է այս արեք իմ հիշատակի համար, վերցնելով հացը, օրհնելով, տալով, այսինքն ամեն Կիրակի քահանան պարտավոր է պատարագ մատուցել։ Սուրբ պատարագ, այո, սուրբ պատարագ մատուցել եւ ես պատարագ կարող եմ չմատուցել իմ եկեղեցում, քանի որ մեկ քահանա եմ, միայն առաջնորդ սրբազան հոր կարգադրությամբ եւ տեղեկացմամբ։ Այս պահին կալանավայրում է ապորենի կալանավորված է։ Մենք իր կարիքը շատ ենք զգում այս պահին, մեր բարեխնամ, լավ առաջնորդ սրբազանի եւ սրբազանի բացակայությամբ, որ ես պատարագ չմատուցեմ, դա կլինի լուրջ խնդիր, որովհետեւ եկեղեցու կանոնների համաձայն ես իրավունք չունեմ պատարագ մատուցեմ։ Պատարագից հետո էլ տարելիցի կարգ ունեի, որ արդեն 1 տարի առաջ այդ օրը պայմանավորվածություն ունեի, որը չէի կարող որևէ կերպ փոխել։ Այդ հրավերքը նախ Կիրակի օրով քննչականի աշխատողների իրավունք ունեն, չգիտեմ աշխատանքային օրենսգրքով են իրենք շարժում թե չէ, 54 աշխատակից, եթե Կիրակի օրով իրենք կանչել են քննչական եւ Նազելի Սարգսյանն էլ ավագ քննիչ մեզ այդպիսի ծանուցագիր է ուղարկել Արագածոտնի թեմի ողջ քահանայից դասին առանց բացառության 19 քահանայի եւ 2 սարգսակի, այսինքն ոչ հոգեվոր դասի եւ դա կարծում եմ կամ տգիտության հետևանք կլինի, որ իրենք տեղյակ չեն, որ Կիրակի օրը եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, կամ դիտավորություն։ Արագածոտնի թեմի եկեղեցիներում տեղի ունեցող պատարագները խաթարել եւ հովանավանքում կարգալույց քահանայի, ինքնիրավչությամբ զբաղվող քահանայի, որը նաև պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է, որ ինքնիրավչությունը կատարում է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականությունը հանդիսացող անհատույց կերպով իրեն վերադարձրած հովանավանքի, որ եկեղեցու սեփականություն է եղել, եկեղեցին է կառուցել, մեր պատմական կառույցն է, որ խորհրդային շրջանում բռնագրավվել էր եկեղեցուց եւ անկախությունից հետո մեզ է վերադարձվել անհատույց կերպով եւ այդ սրբավայրում ինքնիրավչությամբ են զբաղվում, ոստիկանության պարտականությունն է, որ շուտապույտ կերպով այդտեղ ազատեր Ստեփան Ասատրյանի ներկայությունից։ Իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի մենք լռենք։ Նախկինում արդեն մեր ընտանիքի անդամների, նաև մեր հեռախոսներն էին խուզարկության միջոցով արգրավել, նաև համակարգիչների հիշողությունները եւ փորձում էին համազգեստով եւ առանց համազգեստի ոստիկանների մեծ բազմությամբ վերադասի հանձնարարականով այդտեղ հայտնված պաշտոնյաների ներկայությամբ իրենք փորձում էին աստուծայինը լռեցնել, բայց եկեղեցում տեղի ունեցավ 3 հետաքրքիր երևույթներ, այն պահին, որ խոսում էին Աստծո խոսքը, որ անհնար է լռացնել, եւ երբ փակում են այդ խոսող բերան, այո, եւ այդտեղ տեսնում ենք, որ քահանաների, որոնց ուղակի մուտքը փակված էր հովանավանք, այդ թվում նաեւ Ստեփան Ասատրյանի քահանա եղած ժամանակ համատեղ այդ եկեղեցում ծառայող մեր լավագույն հոգևորականներից մեկի Տեր Սարգիս
քահանա Սարգսյանի մուտքն էր այդտեղ փակ, ինքը պիտի այդ օրը պատարակ մատուցեր։ Թույլ չեն տվել, որ մտնի։ Այո, իհարկե թույլ չեն տվել։ Արդեն նախորդ օրվանից Տերայրի դեմ, դրանից էլ առաջ տեղաշարժի լուրջ արգելքներ էին ստեղծում Տերայրի համար, եւ տեսնում ենք այդտեղ Աստված խոսեցնում է եկեղեցում եղողներից մեկին։ Այսինքն երբ քահանաները լռել են, ինչպես հին ուխտից ենք տեսնում Աստվածաշնչում, մարգարեներ են ի հայտ եկել։ Եվ երիտասարդներից մեկը բարձր ձայնով հստակ կերպով ասում է. «Կարգալույց Ստեփան Ասատրյան, դու պատարակ մատուցելու իրավունք չունես»։ Եվ տեղի ունեցավ նաև երկրորդը, շատ խաղաղ, բարի դեմքով մի անձնավորություն մոտենում է Ստեփան Ասատրյանին, որ ավետարանը ձեռքում էր պահել, խաղաղ կերպով գիրքը վերցնում է եւ փոխանցում է կողքի կանգնած շապիկավոր անձնավորության, ասելով, որ դու իրավունք չունես ավետարանը ձեռքիդ կանգնել, եւ հակառակ նրան, որ իրեն վիրավորում են, կոպիտ կերպով վարում են, ինքը շատ խաղաղ դեմքով հանգիստ հեռանում է։ Եվ կուզեմ խոսել երրորդ նաև բանի դեպքի մասին։ Մեր առաջնորդի ապօրինի կալանքից հետո թեմի հոգևոր հարցերով զբաղվում է հայր Շնորհք Բալոյանը, որը մեր ազնվագույն հոգևորականներից է, ոչ միայն հայ եկեղեցու, էլ կարող եմ ասել համաքրիստոնեական այսպես։ Ուղակի սրբակենցաղ մի անձնավորություն, որ մեր հոգևոր տեսուչն է, այցելում է Հովանավան քաղոթելու։ Եվ տեսնում ենք, ինչպես իր ճանապարհը կտրում են ոստիկաններ եւ թաղային խուլիգաններ։ Հայր Սուրբի ճանապարհը կտրում են եւ Հայր Սուրբի տեղաշարժը դեպի եկեղեցի ուղակի արգելում են։ Հայր Սուրբին առաջարկելով, որ բարձրանա վերևի մատուռում աղոթի, Հովանավանք չի կարող մտնել։ Եվ այստեղ տեսնում ենք Հայր Սուրբի խոնար պահվածքը։ Հոգևոր տեսուչը, որ կարող էր ասել, գիտեք, ես այստեղ Տեր տիրականն եմ, ես եմ որոշում։ Ամենայն խոնարհությամբ ասում է, եկեք այստեղ էլ աղոթենք, եւ Հայր Սուրբը աղոթում է իրենց հետ, հայրմեր է ասում եւ խոնարհաբար շրջում եւ գնում է։ Այստեղ տեսնում ենք խոնար հոգևորականին, ազնիվ հոգևորականին, նվիրյալ հոգևորականին, ծառայական կերպ հոգևորականին, որ ամեն ինչ անում է, որպեսզի բախում տեղի չունենա։ Եվ տեսնում ենք նաև մեր հավատացյալ ժողովրդի պահվածքը, պարզ հասարակ ժողովուրդը չգնաց այդ կեղծ հավատքին։ Ասեմ, Ստեփան Ասատրյանը երկար ժամանակ հավանաբար այս երևույթին պատրաստվել էր այսօրվանը, եւ ինքը վերջի շրջանում նաև խորաման կերպով Հովանավանքի բնակիչներից ծեսերից հետո գումար չէր վերցրել, որպեսզի իրենց սիրաշահի։ Ես այսօր Յուրականի Սուրբ Հովանեսի Անտառուտի հոգևոր սպասավորն եմ։ Ապրում եմ իմ համայնքի անդամների, պսակներից, մկրտություններից, հուղարկավորություններից հետո իրենց սիրահորժար նվիրատվություններով, եւ ես դրանց կարիք ունեմ եւ վերցնում եմ։ Բայց վերջի շրջանում Ստեփան Ասատրյանը ինքը հրաժարվել է Հովանավանքի բնակիչներից գումար վերցնել, որովհետեւ իր ձեռքին մեծ գումարներ կար, չգիտեմ ինչ գումարներ։ Արդյոք դա կապ ունի Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի հետ հարաբերությունների, բայց իր ձեռքին մեծ գումարներ կար, որոնց շնորհիվ ինքը կարիք չուներ գյուղացիների հանգանակությունների, ընծաների, որոնցով սովորական քահանաներս մեր ընտանեկան հոգսերն ենք հոգում, եւ ինքը փորձել է եկեղեցու այդ շուրջը եղող վաճառքի տաղավարներ ունեցող կանանց, ծերերի, նաեւ գյուղի ասենց սոցիալական խոցելի խավերի մոտ բարի Տերայրի այսպես կերպար ձևավորել եւ այս ձևավորած կերպարը օգտագործել եկեղեցու ու այս կազմաքանդման գործին իր դրսի աջակիցների հետ միասին օգտագործելու հենց այդ մարդկանց որպես վահան, ինքն էլ դրան իրենց հետևում, որպեսի թաքնված մնա։ Գյուղի իրեն հարգող այն մարդիկ, որոնք սրբազան հոր, այսպես ասեմ, ժամանակ, երբ որ ինքը սրբազան հորը նաև, չգիտեմ, ասենց խոնար քահանայի տպավորություն թողնելու համար հանձնարարականները, ինչպես ինքն է ասում, կատարել, այդ Տերայրը հարգված ու սիրված էր, երբ ինքը իր բարի առաջնորդին փոխարինեց անօրեն եւ սխալ արարքների իրեն ուղղորդող մարդկանցով, իր հեղինակությունը կորավ անմիջապես Հովանավանքի այն բարեպաշտ ժողովրդի մոտից։ Տեր Վրդանես, դուք նշեցիք, որ իր ձեռքին մեծ գումարներ են եղել, ինքն է այդ մասին ասել։
ինքը գումարի կարիք չուներ եւ այդ մարդկանց փորձել է անշահախնդիր տերայրի տպավորություն ստեղծել Հովանավանքում։ Այսինքն մարդկանց գումար է առաջարկել որպես աջակցություն, ինչպես է դա դրսևորվել։ Ինքը ծիսարարողական կյանքում Հովանավանքի բնակիչներից ստացված գումարների կարիքը չի ունեցել։ Որը հանդիսանում է հոգևոր սպասավորի միակ եկամտի առարկա։ Այսինքն ինքը այլ եկամտի աղբյուր է ունեցել։ Ես չեմ կարող ասել այդ գումարը ինքը ումից է վերցրել, ասենք կարող է, ասենք, չգիտեմ, էլի, ասենք դրսից նաև հակահայ, հակաեկեղեցական ինչ-որ կառույցների հետ ինքը կապերի մեջ է եղել, որոնք իրեն ֆինանսավորել են հակաեկեղեցական այս արշավը, որ հիմա ինքը փորձում է առաջնորդել, այս արշավի համար իրեն նախապատրաստել են, հատուկ հավանաբար իր դեմ նաև ինչ-որ նյութեր են ունեցել իր դեմ, որոնք, այո, ցավոք սրտի, ես ինքս մինչև իր կարգալուծությունը իր կարգազանց ընթացքի մասին իմանալով Սրբազան հոր հետ խոսել եմ, նաև գրավոր եմ գրել այդ մասին Սրբազան հորը, խնդրելով, որ իրեն կարգապահական հանձնաժողովին ներկայացնի իր խնդիրները, որովհետև վեհափառ Այրապետի անունը չէր տալիս, Արագածոտնի թեմի առաջնորդի անունը չի տվել պատարագի ժամանակ, որ կանոնական պահանջը ինքը պիտի տար։ Սրբազան հայրը ինքը բարության մի տիպար է եւ մեծահոգության իմ դիմումին խնդրանքի նաև բանավոր քահանայի ժողովի ժամանակ եմ իրեն խնդրել, ինձ պատասխանեց, որ Տեր այր կփորձենք 3 քահանաներ թող հայր Սուրբի հետ 2-3 քահանայով վերստին իր հետ զրուցեն, փորձենք որևէ կերպ իրեն հետ բերել, Սրբազանը ամեն ինչ արեց, սովորաբար այսպես աղմկահարույց դեպքերում մենք լսում ենք կարգապահության կարգալուծության հրամանը, բայց դա երկար ժամանակ է անցնում, թե մի քահանաները կամ առաջնորդը չէ, որ կարգալույծ են անում, այլ մայրաթոռում կա շնորհների բաշխման եւ կարգապահական հանձնաժողով, որը հարցը քննում է ըստ հայ եկեղեցու կանոնադրության եւ եթե արդեն իսկ կարգալուծության արժանի է լինում այս հարցը ներկայացնում են վեհափառ Հայրապետին եւ շատ անգամ եղել է նաեւ որ վեհափառ Հայրապետը ինքն է այդ որոշումը բեկանել, այսինքն վերջնական որ հասնում է վեհափառ Հայրապետին էլ ինքը արդեն արժան է լինում կարգալուծության, այսպես ասեմ նախկին Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի իրական կերպարը ավելի ակնբախ երևաց այն ժամանակ, երբ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որ մեր ազնվագույն հոգևորականներից մեկն է, թոքաբորբով հիվանդացավ եւ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն առաջացավ Տեր այրին, Սրբազան հայրը Տեր այրին որպես փոխարինող, ոչ նախկին Տեր Արամի փոխարեն, նշանակեց ժամանակավորապես Տեր Մանուկին։ Եվ մենք ականատես եղանք ինչպես թաղային, այսպես ասեմ, խուժանին ինքը կարողացավ, ասենք, տարբեր իշխանական լծակներով, նաև օգտագործելով պետական հովանավորչությամբ դուրս բերել Տեր Մանուկի դեմ, Տեր Մանուկը իրեն շատ ասենց համեստ պահեց, Տեր Մանուկը իրականում մեր եկեղեցու փառահեղ հոգևորականներից է։ Ես իմ համար ինքը նաև անձնապես օրինակ է, 44 օրյա պատերազմին ես ինքս կամավոր եմ մասնակցել, բայց Տեր այրը մասնակցել է հենց սենց հատուկ ջոկատայինի կարգավիճակով էլի եւ նաեւ վիրավորում է ստացել Տեր այրը բազմաթիվ ընկերներ ունի, որ կարող էր շատ ավելին այդ հավաքած այդ փողոցային մասայի որ կարող էր ավելի շատ ընկերներ տաներ, ես ինքս էլ ցանկացած բայի պատրաստ եմ եւ Տեր Մանուկի կողքին կանգնել եւ Տեր Սարգսի Ձեր խոսքերը կարող են ոչ միանշանակ մեկնաբանվել, ասենք ի պաշտպանություն իրենց, նաեւ անհրաժեշտության դեպքում ֆիզիկապես երկու Տեր այրներին էլ պաշտպանելու ցանկացած բայի պատրաստ եմ իմ համայնքի նաեւ շատ ու շատ անդամների հետ, բայց Տեր այրը այդ ճանապարհով չգնաց, ասաց որ ես ժամանակավոր փոխարինող եմ, եթե չեք ուզում կթողնեմ կգնամ Տեր Սարգիսը կառողջանա կգա, այսպես առանց բախման տանելու։ Տեր Վրդանես, ես կուզենայի որ մենք անդրադառնայինք 3 Հովհաննավանքում տեղի ունեցածին, որովհետև դա աննախադեպ մի երևույթ էր եւ շատ մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից անցկացվող ծեսը ինչ էր եւ դրան Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ինչ էր։ Ինչպես եք բնորոշում։ Գիտեմ, Նիկոլ Փաշինյանը
կարող էր որպես Հայաստանի վարչապետ եւ միշտ հնարավորություն է ունեցել մայր տաճարում վարչապետին վայել ձևով գալ, վեհապարի կողքին նոր իր տիկնոջ հետ կահին նստել, լավագույնս մասնակցել եւ Գրիգոր Լուսավորիչ Երևանի մայր եկեղեցում եւ ինչու՞ չէ մայր տաճարում, նաեւ մայր տաճարի բացմանը ես չեմ հիշում, որ ինքը ներկա եղած լինի եւ տեսնում ենք իր սերը հատուկ կարգալույցների նկատմամբ նախկին հոգևորականների, որոնք տարբեր անօրենությունների պատճառով կարգալույց են եղել եւ չգիտեմ ինչն է իրեն կապում ուրացողների, դավաճանների, կարգալույցների, այն մարդկանց, որոնք տարբեր լրջագույն կանոնական խախտումներով եկեղեցուց դուրս են դրվել։ Խոսքը նաեւ Ստեփան Ասատրյանի մասին է։ Այո, նաեւ Ստեփան Ասատրյանին է։ Իր սերը իր նկատմամբ եւ իր ատելությունը իր կարգի մեջ եղող Տեր Սարգիսի նկատմամբ ի վերջո կեղծ աջակցությամբ կարգալույց Ստեփան Ասատրյանին, որ կոպտագույնս խախտել է եկեղեցական կանոնները, 3 անգամ ուղակի մայրաթոռի հրավերքը մերժել է կարգապահական հանձնաժողովին ներկայանալու։ Իսկ ինչ կոմպրոմատի մասին էր խոսքը, Տեր Վրդանես, տեղյակ եք։ Տեղյակ չեմ, ուղակի ինքը իրենցից վախենում է, ուղակի սարսափած է։ Այսինքն միայն վախն է իրեն կապում իշխանության ներկայացուցիչների հետ։ Ինձ թվում է, ես իրեն հիշում եմ այն ժամանակ, որ կարգալույց չէր, լուսավոր հայացք ուներ։ Վերջին անգամ, երբ հայր շնորհքը իրեն մայրաթոռի այդ կարգապահական հանձնաժողովի որոշումն էր տալիս, իր աչքերի մեջ տես այդ լույսի փոխարեն դժոխքի կրակներ, ուղակի սարսափ, ուղակի վախ։ Ես կարծում եմ ինքը շատ վախեցած վիճակում է, ինքը ինքնուրույն որևէ քայլ չի կարողանում անել։ Չգիտեմ ինչ անձեր իր շուրջը պտտվում են, քաղաքացիական հագուստով անձեր իրեն հետևում են, ինքը սարսափի վիճակում է։ Իրեն իր վիճակը նախանձելի չէ։ Ինքը մեր թեմում ծառայության ժամանակ, երբ իր կարգի մեջ էր, շատ սիրված է եղել եւ Սրբազան հոր կողմից, եւ Վեհապար Այրապետի կողմից։ Դիցուկային, որ Երևանում ապրում է Մայրաթոռի Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող բնակարանում։ Ներկայումս ինքը վարում է մեքենա, որ եղել է առաջնորդի մեքենան։ Առաջնորդ Սրբազան հայրը ամենաէժան այդ մեքենայի գնից էլ ինքնարժեքից էլ $500 ավելի էժան եւ ժամանակի ընթացքում գումարը մուծելու վերադարձնելու հնարավորությամբ մեքենան է տրամադրել։ Այն Սրբազան հոր ում դեմ մեղադրանքներ է հնչեցրել։ Եվ ծառայում էր թեմի ամենածիսաշատ եկեղեցիներից մեկում, որտեղ ամսական կարող է լինել ավելի շատ սակադրություն, քան օրինակ Բյուրականի Սուրբ Հովհաննեսում կամ մեկ այլ թեմի գործող եկեղեցում ամբողջ տարվա ընթացքում։ Տեր Վրդանես, Հովհաննավանքում մենք տեսանք բազմաթիվ մարդկանց։ Այ հետաքրքիր է, հայ առաքելական եկեղեցի պարբերաբար այցելող անձինք նմանատիպ վարքագիծ դրսևորում են, եկեղեցում ասում են, ներողություն եմ խնդրում հեռուստադիտողներից, իրեն նիկոլական բնութագրող, հենց այդ բառով նիկոլական բնութագրող մարդը ասում է, ես թքած ունեմ, թե որտեղ եմ։ Մյուսը հայհոյախառն խոսակցություն, բռնության տեսարաններ։ Այնտեղ տեսա բռնի վերաբերմունք։ Եվ ես այնտեղ որպես մարդիկ նկատեցի լրագրողների միայն, ցավոք սրտի լրագրողներից բացի, այնտեղ գիտակից մարդկանց լուրջ պակաս տեսա, այսինքն մարդիկ չէին հավաքվել այնտեղ, այնտեղ կային կամակատարների մի խումբ, որ վարչական, պաշտոնական դիրքի հանգամանքով ստիպված ներկա էին, նկատեցի նաև մարդկանց, որոնք բացակա էին, որ կուզեին ոմանք իրենք այնտեղ լինեին իրենց շրջանակից, բայց խուսափել էին գալուց, բայց տեսա նաև ազնիվ պահվածքը լրագրողների, որոնք իրենց աշխատանքն էին անում։ Էկոնոմիկայի նախարարի խաչակնքվելը, ասենք պատգամավորներից մեկի աղոթք ձեռքով խաչակնքվելը, ասենք չգիտեմ, մեկը ձախ ձեռքով, մյուսը գլխարկով, կանայք առանց գլխաշորի, հասկանում ես մարդկանց մի խումբ է հայտնվել այնտեղ, որոնք երբեք պատարակի չեն մասնակցել։ Իսկ ծափահարություններ եկեղեցում թույլատրվում են։ Այդտեղ պատարակ չէր, որ ծափեր չլիներ, դա թատրոն էր, եւ թատրոնը ծափեր է ուզում, եւ ծափերը ում պիտի նվիրված լինեն։ Շոուն կազմակերպողին, ռեժիսորին եւ գլխավոր դերասանին։ Դերասանին եւ ռեժիսորին։ Եւ այդ ռեժիսորն ով էր։
Այստեղ կարծում եմ բոլորը դերասաններ էին, որոնք ռեժիսորը կարելի ասել կարող է նույնիսկ Հայաստանում չէր։ Կարծում եմ այս թատրոնի ռեժիսորը Փաշազադեն է, որ Բաքվից իր 4 հայտարարությունից հետո տեսնում ենք հարձակման ալիք եկեղեցու վրա։ Հայտարարություն է անում Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եւ տեսնում ենք հարձակում եկեղեցու վրա։ Այստեղ տպավորություն է, որ փորձում են եկեղեցուն լռեցնել Արցախի սրբավայրերի այսօր ոչնչացման հարցի շուրջ, գերիների վերադարձի հարցի շուրջ, արցախցիների իրենց հայրենիք վերադարձի շուրջ, ազգային, հոգևոր, մշակութային մեր արժեքների պահպանման շուրջ։ Եվ այստեղ տեսնում ենք նպատակ ուղղված եկեղեցու վարկաբեկմանը, համատարած։ Իրենց նպատակը եկեղեցին վարկաբեկել եւ կազմաքանդելն է։ Այն ճանապարհը, որ ընտրել են վարկաբեկելու եւ կազմաքանդելու համար, արդյոք աշխատող մեթոդ չէ։ Այս մեթոդը չի աշխատում այսօր Փառք Աստծո, որովհետեւ ունենք Վեհափառ հայր, որ մեր գլխին է, եկեղեցու գլխին ամուր գավազանով կանգնած է իր մեջքին ունենալով Հիսուս Քրիստոսին։ Վեհափառ հայրապետը խորը հավատքով, մեծ հայրենասիրությամբ Վեհափառ հայրապետ ունենք, որ ծնողի նման մեր բոլորի թիկունքին կանգնած է, հոգատար, խնամող ծնողի, եւ Վեհափառ հայրապետը քանի կա եւ իր դիրքում է, Վեհափառ հայրապետը անգամ եթե բանտում լինի, որևէ կերպ մեր ազգային, հոգևոր, բարոյական հարցերում ետքայլ չի անելու։ Վեհափառ հայրապետը այն հայրապետն է, որ ամեն պահ կարող է նաեւ իր կյանքը տալ հանուն մեր եկեղեցու։ Եվ իրենք տեսնում են, որ ունենք այսպիսի Վեհափառ հայրապետ եւ իրենց համար այս վայրերը հաղթահարել անհնար է եւ իրենք դիմում են այսպիսի միջոցների։ Իրենք հակաեկեղեցական շարժումը քողարկում են անհատ հոգևորականների, այդ թվում Վեհափառ հայրապետի անձի դեմ։ Պատկերացրեք, խուզարկություն է կատարվել Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականների տներում։ Այսինքն հայաստանյաց եկեղեցու հայաստանյան թեմերից մեկի, որ 10 թեմ ունենք, 1/10 բնակարանները եւ վստահ եմ, որ խոզարկության նպատակով իրենք կփորձեն նաեւ ինչ որ նյութեր գտնել անհատ քահանաների դեմ, որպիսի դրանցով փորձեն իրենց էլ ներգրավել իրենց այս հակաեկեղեցական շարժման մեջ։ Չի ստացվելու։ Եկեղեցին ինքահանատներից բաղկացած չէ։ Եկեղեցու վերևում Հիսուս Քրիստոս է, երկրի վրա ունենք ամենայն հայոց կաթողիկոսին։ Երեք իրենք վերջնականապես բարոյապես բանեցին նախկին Տեր Արամին եւ դարձրեցին ոչ միայն Ստեփան Ասատրյան, այլ հերձվածող, նզովյալ Ստեփան Ասատրյան, բայց իբարս մեր եկեղեցու 3 ձեռնադրություն կար եւ Տեր Մարկոս Սրբազան Հակոբյանի ձեռամբ Վեհափառ հայրապետի օրհնությամբ 6 նոր քահանաներ ծնվեցին, այսինքն եկեղեցին այսօր ինքը ապրող օրգանիզմ է, մեկ չարի կողմից սպանված, բարոյապես սպանված նկատի ունեմ։ Նախկին հոգևորականի փոխարեն եկեղեցին աճեցնում է 6-ին, այսինքն մեկ սպանված զինվորի փոխարեն ավելանում են 6 զինվորներ։ Տեր Վրդանես, բայց նախկին Տեր Արամը միակը չէր։ Հովհանավանքում ներկա էր նաև գործող քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Այո, Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը այս բային քննության փուլում է եւ իր մասին որպես սոցիալ քահանայի ես ինձ իրավունք չեմ վերապայի քննադատական խոսք հնչեցնել, բայց իր նաեւ երեկվա պահվածքը խոսում է ոչ կարգի մեջ եղող քահանային հարիր պահվածքի։ Իրենք հավանաբար փորձում են այս փուլը հաղթահարելու, եթե Աստված մի արասե Վեհափառ հայրապետը հրաժարական տա, այսպես ասեմ, եւ իրենք մայրաթոռում ունենան իրենց դրածոն, շատ արագ իրենք կկազմականդեն ողջ եկեղեցին։ Այսինքն Հայաստանում եկեղեցին կազմականդելուց հետո իրենք պիտի անցնեն հայ ժողովրդի դեմ պայքարի 3-րդ փուլին,
պայքար սփյուռքի դեմ։ Այսինքն Արցախ, որը իրենք հանձնեցին Ադրբեջանին, Արցախի հանրապետությունը կործանեցին, Արցախի թեմա այսօր ուղղակի Հայաստանում գործում է, որից իրենք նույնպես դեմ են, բայց այս կարգալույծ հոգևորականների եւ իրենց կողմից հակաեկեղեցական շարժմանը ընդգրկված հոգևորականների միջոցով իրենք ուզում են վերացնել հայ եկեղեցու երարխիկ կարգը, այսինքն այն եպիսկոպոսների, վարդապետների համակարգը երարխիկ, որ կաթողիկոսի գլխավորությամբ գործում է, իրենք այս համակարգը վերացնելուց հետո Էջմիածնում կուզեն ունենալ իրենց դրածոն եւ դրածոյի միջոցով դուրս գալ Սփյուռքում եղող հայկական եկեղեցիների վրա եւ կազմալուծել նաեւ Սփյուռքը արգելելով սփյուռքահայերին ցեղասպանության օրը երթ կազմակերպել, Վարդանանց տոնը տոնել եւ ազգային եկեղեցական մեր ինքնությանը բնորոշ կարևոր հարցերում փորձել Սփյուռքը կազմալուծել։ Տեր Վրդանես, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, որ հաջորդ կիրակի եւս Հովհաննավանքում հավաքվելու են պատարագի, այսպես կոչված պատարագի։ Արդյոք սա չի նշանակում, որ իշխանությունը օգտագործելով իր լծակները փաստացի օկուպացնում է Հովհաննավանքը իր եւ իր կողմնակիցների համար։ Եվ արդյոք սա չի կարող վտանգավոր նախադեպ դառնալ Տեր Հունանը, Տեր Տարոն քահանա Հունանյան, այն եկեղեցուն, որտեղ որ ծառայում է, ու նմանատիպ այլ մի քանի քահանաների միջոցով օկուպացնել եկեղեցիները։ Հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հերովդեսի կարգավիճակում։ Այնինչ Ասատրյանը ներողություն, երեք նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հերովդեսի նման չէ։ Այսպես ասեմ, Ստեփան Ասատրյանը լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը Հերովդեսի նման է, որ կալանավորում է անմեղ հոգևորականների Միքայել arczepiskopos Աճապահյանին, Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին, Տեր Գարեգին քահանա Արսենյանին եւ ինքը քանի որ ստախոս է, քանի որ շողոքորթ է, Նիկոլ Փաշինյանին ասում է դու Հերովդեսի նման չեք եւ սրանից ավելի հաճելի խոսք Փաշինյանի ականջին չկա, ինքը այդտեղ փառավորվում է, ասում է ուրեմն մարդիկ չեն մտածում, որ ես Հերովդեսի նման եմ, բայց իրականում ինքը շատ նման է, ինքը եթե ուզում է իրեն թագավորներից որևէ մեկին նմանեցնել, շատ նման է, ինքը իրեն Պիղատոսի պես է պահում, նաեւ երբ քննչականում մեզ բերման են ենթարկվել նույնիսկ առանց ծանուցման, ես օրվա մեջ առավոտյան 7-ին մեր բնակարան են ներխուժել, երեկոյան 17:00-ին եմ հասկացել, որ ինձ բերման են ենթարկել, ես հրավերքով չեմ գնացել, երբ քննչականում ասացի դուրս կամ մերոնց ասեմ չանհանգստան, ինձ զանգելու իրավունք չեն տվել, մինչև ժամը 17-ի սահմանները, ասեցին դուրս չես կարող գալ, ես այդտեղ եմ հասկացել, որ ոչ թե ինձ հրավիրել են, այլ բերման են ենթարկել։ Ընդ որում վկայի կարգավիճակ ունենալով։ Եվ վկայի կարգավիճակ ունեցող անձնավորության բնակարանի ոչ միայն իմ հեռախոսը, այլ նաև կնոջս, երեխաներիս, տանը եղած 3 համակարգիչները, որ ուսանող երեխաներիս կրթական process-ն է այսօր խաթարվել։ Ինձ դասավանդում է դպրոցում ուսուցչուհի է։ Պատկերացրեք մի իրավիճակ, մի դպրոցում ուսուցչուհի բարձրաձայնի, որ վերադասը իրեն պարտադրակով ուղարկել է ինչ-որ միջոցառումների եւ բոլոր դպրոցի ուսուցիչների, ամուսինների եւ երեխաների հեռախոսները պիտի արգրավեն, սա տրամաբանական չէ։ Եվ դատարանի որոշումը արդեն իսկ անօրեն էր։ Որևէ մեկի համար կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ Ստեփան Ասատրյանը ստախոս է։ Հասարակությունը տեղյակ է, մարդը ուրացել է, Աստծուն տված իր ուխտը, դուրս է եկել իրեն քահանայի կարգավիճակ տվող եկեղեցու դեմ, այսինքն եթե վեհապար հայրապետը օծում էր Սիոն Սրբազանին եւ Սիոն Սրբազանը Սրբազան է, եթե Սիոն Սրբազանը օծում է իրեն, այդ օծումը վավեր է եւ եկեղեցին երբ որ այդ նույն իշխանությամբ ասում է Տեր այր դու կարգազանց ես, չես կարող այս վիճակով քահանա լինել, մեկ էլ հիշում է
իբրև թե ունեցած բաներ։ Mä գիտեմ ով ու մոտ է մազերը կտրում։ Պատղոնքում ժորայի մոտ է մազերս կտրում։ Շատ առաքինի բարոյական ընտանիքի տեղ նորմալ վարձավիր է։ Եվ որևէ նմանատիպ բաներով ինքը մեզ չի կարող վախեցնել։ Նկարներ ունեմ, ձայնագրություններ ունեմ, բոլորի դեմ փաստեր ունեմ, տղերքը զգույշ եղեք այս մեխանիզմը շանտաժի զրպարտանքի։ Եթե որևէ հանցանք ունեմ, ցանկացած բային թող ներկայացնեն Մայրաթորի շնորհների բաշխման եւ կարգապահական հանձնաժողովին։ Արժանի չեմ լինի այս սքեմը կրելուն։ Պատրաստ եմ որպես աշխարհական այս եկեղեցու անդամը լինել։ Ցանկացած բային եկեղեցին իմ կանոնական խախտման դեպքում իրավասու է ինձ զրկել քահանայությունից։ Եվ ցանկացած որոշումը։ Եթե որևէ եպիսկոպոսի, որևէ վարդապետի, որևէ քահանայի դեմ որևէ նյութ ունեն եւ փորձում են ամբողջ եկեղեցուն շանտաժի ենթարկել, դա սխալուղի է։ Եթե ուզում են բարեփոխել, բոլորի հարցերը կարող են այդ նույն հանձնաժողովին ուղարկել, ոչ թե ապօրենի գաղտնալսումներով։ Գաղտնալսել եք, ասեք, որ եկեղեցում բազմաթիվ ազնիվ հոգևորականներ կան, որոնք ազնվագույնս ծառայում են Աստծուն եւ ժողովրդին, ինչու այդ մասին չեք բարձրաձայնում, որովհետեւ իրենց ձեռնատու չէ։ Այս ապօրենությունները, որ կատարվում են պետական պաշտոնյայի կողմից, որևէ ձևով արդարացում չունեն։ Եկեղեցին սահմանադրությամբ անկախ է պետությունից։ Եկեղեցին ինքնավար կառույց է։ Իրենք որևէ իրավասություն չունեն եկեղեցու կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու։ Գողություն եմ արել, սպանություն եմ արել, պատրաստ եմ պատասխան տալ պետության օրենքի առջև, որի լծակները ունի իրավական համակարգը։ Եկեղեցական կանոն եմ խախտել, դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Դա կարգապահական հանձնաժողովի իրավասության ծիրից ներս է եւ կարգապահական հանձնաժողովը կարող է իմ խնդիրը քննել եւ արդարացին որոշում կայացնել։ Տեր Վրդանես, քանի որ մեր ժամանակը սպառվում է, զրույցի վերջում կուզենայի հասկանալ, այս ամենը հատուկ է արվում, որպեսզի ի վերջո բախումների տանի, ինչ սցենար եք զարգանցման տեսնում։ Տեսնում ենք մարդիկ, որոնք դրսից ղեկավարվելով փորձում են կազմաքանդել եկեղեցին եւ օգտագործում են մարդկանց, որ նախկինում էլ տարբեր սադրանքներ են հրահարել։ Տեսնում ենք մարդու, որ մարտի 1-ի հիմնական սադրիչներ եւ այդ նույն մարդը, ինչպես մարտի 1-ին սադրանք էր հրահրեց եւ տասնյակ քաղաքացիներ եւ ոստիկաններ զոհվեցին, այսօր փորձում է նմանատիպ բախում հրահրել Հովանավանքի տարածքում, որը որևէ արդարացում չունի։ Մենք այսօր համբերատարը սպասում ենք, որ օրենքը գործի։ Հովանավանքը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականությունն է, ունի կադաստրի վկայական, անհատույց կերպով վերադարձված է եկեղեցուն, եւ եթե նույնիսկ անհատույց վերադարձված էլ չլիներ, կադաստրի այդ վկայականն էլ չլիներ, Մայրաթորի սեփականությունն էր, եւ որևէ իրավասություն ինքը չունի ոստիկանական այսպես խմբով գալու եւ օկուպացնելու եկեղեցին եւ շոու պատարակ անելու, որ ինքը երազում էր fake իր ասած բառով տերայրի միջոցով, կեղծ տերայրի, անօրեն եւ կարգը կորցրած տերայրի միջոց եւ իր հոգին այսպիսի բաներից է փառավորվում, ինչը կարող է կապել Արցախը ուրացածին, Աստծուն ուրացածին, ուրացումը, դավաճանությունը եւ փառք Աստծո։ Ես իմ երախտագիտությունն եմ արտահայտում մեր հավատացյալ ժողովրդին, որ եկեղեցու կողքին են։ Թող Աստված օրհնի նաեւ իմ քաջ հոգեվոր եղբայրներին, որ թե մի քահանայից դասը սրբազան հոր բացակայությամբ Հայր Սուրբի շուրջ համախմբած եղբայրաբար պատրաստ է այս դժվարությունները հաղթահարել եւ ամեն քահանայի կողքին ավելի շատ մարդիկ կան այսօրվա նախորդ պատարակն եմ նայում Գյուտխաչի բոլոր եկեղեցիները լեցուն են հավատացյալ ժողովրդով իրական պատարակ մատուցվեց բացի բոլոր եկեղեցուն որևէ քահանա իր ծառայությունը չլքեց ապօրենի կոչով չգնաց վստահ եմ որ դրանք կփորձեն նաև դա մեր դեմ ապօրենի կերպով օգտագործել չնայած մենք հայտարարություն ենք տարածել իրենք պարտավոր են մեզ 2-3 օր առաջ ծանոթագիր ուղարկել
օրվա աշխատանքային ժամին մեր բնակարան կամ եկեղեցի բերել եւ մենք էլ փաստաբանի հետ համաձայնեցնելով կարող ենք գնալ քննչական, որովհետեւ տեսնում ենք առանց փաստաբանի գնալու դեպքում մեր իրավունքները ոտնահարվում են մեր հայրենիքում եւ մեր իրավունքները մեզ չեն ծանուցվում պատշաճ կերպով, իրավունքի կոպտագույն խախտումներով եւ տեսնում ենք, որ այս իրավիճակում մեր հավատացյալ ժողովուրդը մեր կողքին է, այլևս ժողովրդի աչքերը բաց են եւ ստախոսի տարածած ստերին չեն հավատում։ Մենք այսօր աղոթում ենք մեր կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մեր հոգևոր եղբոր Տեր Գարեգինի համար։ Հիացմունքով եմ Տեր Այրի նկատմամբ լցված մեծագույն։ Թող երևի նախանց բառը անհարմար բառ է, բայց ինչ որ առումով նաև Տեր Այրին նախանձում եմ, որ այսօր ինքը որպես թեմի դիվանագետ, մեր թեմի լավագույն գրագետ հոգևորականներից մեկը, ինքը այնտեղ է, որտեղ թեմի դիվանապետն է եղել, թեմի թղթաբանություն է վարել։ Տեր Այրը իմ ուսանողական շրջանում իմ հետ սովորել է գրագետ, խոնար, ազնիվ քահանայի կերպար։ Այսօր մեծ ցավ ունեմ մեր թեմի հաշվապահի Տիկին Նայրայի տնային կալանքի համար, բայց էլի գոհ եմ, որ ինքը տանն է, իր ընտանիքի սիրով շրջապատված, իր դուստրերի խնամքի ներքո, էլի փառք Աստծո, վստահ եմ, որ Աստծո օգնությամբ մենք հաղթահարելու ենք այս խնդիրները եւ շարժվելու ենք առաջ։ Թող որևէ մեկը չկասկածի, որ այսօր էլ մեր եկեղեցում եւ Արագածոտնի թեմում ունենք քահանայից մի դաս, որ ոչնչից չի վախենում, ոչ շանտաժից, ոչ ահաբեկումից, ոչ կոմպրոմատներից, որ կարող են ցանկացած ձևով իրենք մեզանից ստանալ, սարքել։ Մենք պատրաստ ենք եւ նահատակության, եւ օրենքի արժեվ պատասխան տալու, եւ պատրաստ ենք նաեւ եկեղեցու կարգապահական հանձնաժողովի արժեվ մեր խնդիրները ներկայացնելու խոնար կերպով եւ եթե արժանի ենք այս եկեղեցում ծառայելու, շարունակել մեր ծառայությունը եւ վստահ ենք, որ Աստված մեզ պիտի օգնի նաեւ դուրս գանք այս դժվար իրավիճակից իր օգնականությամբ եւ մեր ժողովրդի, մեր եկեղեցու նավը հասցնել խաղաղ նավահանգստի եւ ինչպես ստացել ենք մեր պապերից, հայրերից, փոխանցել մեր սերունդերին։ Տեր Վրդանես, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ նաեւ հրավերքի համար։ Թող Աստված օրհնի նաեւ մեր հեռուստադիտողներին, մեր ազգին առավել սեր ու միաբանություն ապարգևի, որպեսզի դուրս գանք այս ծանր իրավիճակից ավելի զտված, ավելի ամուր Աստծո օգնականությամբ։ Տիրոջ շնորհը եւ խաղաղությունը լինի ձեզ հետ եւ մեր ողջ ժողովրդի հետ։ Աստված պահապան բոլորիդ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես քահանա Բաղալյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։